Ինչպես են դուստրերը տեսնում իրենց մայրերին տարբեր տարիքային խմբերում։ 0-4 տարեկանում մայրը երեխայի համար անվտանգության աղբյուր է, սիրո, ջերմության ու ինքնավստահության աղբյուր։ 5-8 տարեկանում մայրը զգացմունքային հենարան է։ Ձեր դուստրը նայում է, թե դուք ինչպես եք տարբեր զգացմունքներ արտահայտում, ինչպես եք տարբեր իրավիճակներից դուրս գալիս, հաղթահարում դժվարությունները, ուղղում սխալները եւ վերականգնում հարաբերությունները։ Ձեր վերաբերմունքը ձևավորում է ձեր դստեր պատկերացումները սիրո մասին։ Հաջորդը 9-ից 12 տարեկանն է։ Այս շրջանում մայրը կենդանի օրինակ է երեխայի համար։ Դուստրն իրեն համեմատում է մոր հետ, ձեր սահմանների, արժեհամակարգի, ինքներդ ձեզ եւ այլոց հետ վերաբերմունքի հետ։ Կարևոր է, թե ինչպիսի օրինակ եք դուք տալիս ձեր երեխային։ Եվ դա ավելի կարևոր է, քան ձեր ճիշտ կամ սխալ լինելը տարբեր իրավիճակներում։ 13-ից 16 տարեկանում դուստրը ձեր հիմնականում սկսում է ընդդիմանալ։ Նա հաճախ ձեզ փորձում է հրել դուրս իր տարածքից։ Սա իրականում մերժում չէ, այլ սեփական տարածքի ստեղծում, որպեսզի այնտեղ կարողանա նրա անհատականությունը ձևավորվել ու զարգանալ։ Իհարկե, ձեր մշտական ներկայության ու սիրո մեջ։ 17-ից 21 տարեկանում արդեն երեխան դուստրը ձեզ պարզապես մարդ է տեսնում իր բոլոր թերություններով, առավելություններով, ուժեղ եւ թույլ կողմերով։ Նա նկատում է ձեր սխալները, թերությունները, եթե պատասխանատվությունը, ջերմությունն ու հարգանքն է իշխում ձեր հարաբերություններում, երեխան սկսում է ավելի ու ավելի շատ հարգել ձեզ ընդունել որպես իր օգնական, ընկեր եւ խորհրդատու տարբեր իրավիճակներում։ Հասուն տարիքում, 21-ից բարձր տարիքում, մայրը դառնում է դստեր ներքին ձայնը։ Նրա անվտանգության, հույսի ու ճշմարտության ձայնը։ Տարբեր իրավիճակներում, երբ դուստրը դժվարությունների, նեղությունների մեջ է, հաճախ նա ենթագիտակցորեն փորձում է պատկերացնել կամ հիշել, ինչ կասեր մայրը այս իրավիճակում կամ ինչպես նա կվարվեր։